Եվ այսպես այս պահին հյուրընկալել ենք զինհաշմանդամ գեղանկարիչ ժողովարդպետ Գարիկ Միքայելյանին, ով այժմ նաև Հայաստանի Հանրապետության պարալողի բացարձակ չեմպիոն է, եւ արվեստաբան լրագրող Արմինե Մելիք-Իսրայելյանին ամուսիններ են, եւ հիմա մենք կփորձենք այդպես պատմական ակնարկ նաև ներկայացնել, բայց ամենասկզբից Գարիկ, նախ շնորհավորում եմ օրեր առաջ տարած բացարձակ հաղթանակի կապակցությամբ եւ երևի թե գուցե լինեն ունկնդիրներ, ում համար պարալողը նոր բառ է եւ գուցե կապեն բարի հետ, որ բնավ բարի հետ կապ չունի։ Այդ դեպքում մեկնաբանեք։ Ճիշտն ասած, ուրախ եմ շնորհավորանքների համար, հյուրընկալության համար։ Պարալողը դա պարա բառը ինչքան գիտեմ նշանակմակից եւ պարալիմպիկ այո հաշմանդամություն ունեցող սպորտաձևերը անվանվել են պարա օլիմպիադա, օրինակ պարալող, այսինքն օլիմպիադային կից, օլիմպիադան երբ որ փակվում է, անմիջապես դեռ չփակված, անմիջապես սկսվում է հաշմանդամություն ունեցող սպորտսմենների, մարզիկների ելույթները, որպեսզի նրանք ցուցադրեն իրենց մաքսիմումը եւ շատ հաճախ նա երբեք շատ հաճախ չի զիջում, քանի որ մարդկային այդ ուժերի գերլարումի շնորհիվ այդ ցուցանիշները շատ մոտ են լինում հենց օլիմպիադայի ցուցանիշներին։ Պարա սպորտը շատ կարևոր է այս ներառականության, մարդկանց հասարակության մեջ ներառելու հաշմանդամություն ունեցող մարդկանց առումով, եւ ես ինչից սկսեց իմ լողալը, երբ կինս առաջի անգամ տեսավ Սևանում ոնց եմ մեջքի վրա լողում, շատ ուրախացավ, հուզվեց, նկարեց եւ հաջորդ անգամ երբ զինվորի տունը մի ծրագիր լողի մեկնարկեց, մենք դիմեցինք, հենց իմ շուրջը այդ խումբ ստեղծվեց, երկրորդ խումբը լողի եւ ես մասնակցեցի, շատ լավ արդյունքներ ունեցա, ի սկզբանե իմ առաջին մարզիչը եղել է 44-օրյա պատերազմում զոհված Հենրի Հակոբյանի հայրը, Համիկ Հակոբյանը, ով պարագնդակի հիմա թիմ ունի, բան ունի, մարզիչս ինչ սովորացրեց, մի անգամից յուրացրեցի, 4 լողավոճը շատ լավ տիրապետեցի, 4 համեստություն չանեմ, 4 ամիս հետո, երբ որ ունեցանք մրցաշար, որը առաջնության Հայաստանի լողի առաջնությանը կից հաշմանդամություն ունեցող մարզիկներն էին մրցում, բայց ինքը ոնց որ բաց մրցաշար էր, այդտեղ երկրորդ տեղը զբաղացրեցի, արծաթ վերցրեցի, ինչը հետո հետագայում ես միշտ ինչ պատահեց այդ լողի հետ կապված, պարոն Համիկը մեզ հրավիրում էր, ես շատ սիրով իր տղայի առաջնությունը ծննդյան օրն է կատարվում ամառնա, միշտ բացում է ես էի անում, ասենք ցածկով 4 լողավոճերով կոմպլեքս, որը ըստ հենց ոնց իրականը պետքա լինի, դելֆին բաթերֆլայով գնում էի, թիկնալող մեջքով հետ գալի, հետո բռած գնում, կռոլ հետ գալիս, եւ ծափերի ներքո լողավազանից դուրս է գալի, ինչին շատ ոգևորում էր։ Ինչ պատահար է, լողում եք այդ բոլոր մարզաձևը։ Ես լողը սկսել եմ իմ ծննդավայր Աշտարակի ձորից, բայց այդ ժամանակ մենք ոչ թե լողավոճով ենք լողում, այլ քարափը մեր ցատկելու տեղն էր, մի քանի ամիս լողալուց հետո ավելի բարձրից էր ցատկում, իսկ որպես բան միայն թիկնալողն եմ տիրապետել, որն էլ հիմա հենց թիկնալողում էլ դարձել եմ Հայաստանի Հանրապետության պարալողի բացարձակ չեմպիոն, այսինքն ոչ միայն իմ կատեգորիան, այլ բոլոր կատեգորիաներով։ Որպեսզի մեր ունկնդիրը հասկանա դժվարությունները, որոնց հետ բախվում է, հա, մեր հարգարժանները ասել, որ Գարիկը չունի ձեռքեր եւ լողում է առանց վերջույթների վերին եւ օգտագործում եք ոտքերը եւ մարմնի ճկունությունը, դա ուղղակի աներևակայելի բարդ է թվում ցանկացած մարդու, որ հիմա մեզ լսում է եւ ես չգիտեմ ինչպես է այդ հմտությունը ձեռք բերել։ Երբ ես եմ լողում, ես այդ ամենին ոնց որ ասած ուշադրություն չեմ դարձնում, բայց երբ որ նայում եմ իմ լողը, հենց նույն տեսահոլովակով կամ բան, սենց է լինելով զինհաշմանդամ, ես ստիպված եմ միայն ոտքերս օգտագործել լողի մեջ եւ այսօր հենց կոնկրետ սեպտեմբերի 21-ին աշխարհի պարալողի առաջնությունը բացվեց Սինգապուրում,
որտեղ իմ կատեգորիան, որը S5-ն է, այսինքն մասնագիտորեն այդ պարալողորդները ունեն կատեգորիաներ։ Ցանկացած պարասպորտ ունի կատեգորիա, որ դու մրցես քո նույն վնասված, նույն կարգի վնասված ունեցողի հետ։ Եվ նրանում հանդիսանում ես իմ Հայաստանի բացարձակ չեմպիոն լինելը, որ բոլոր կատեգորիաների մեջ թիկնալողը իմ ցուցանիշը առաջինն է, 48 վայրկյան 50 մետրում։ Այսինքն ոչ միայն երկու ձեռք չունի, այլ նույնիսկ մի ոտնաթաթը կորցրած եւ կամ նման բարագայում։ Այո։ Եւ հիմա, երբ որ ընթանում է Սինգապուրում, ես շատ իր հետևում եմ, տարածաշրջանից չունենք տղամարդ լողորդ, ով երկու ձեռքը կորցրած։ Կան լողորդներ այդ S5 կատեգորիայում, չինացիներն են շատ ուժեղ, չին մարզիկները, ուկրաինացի կա ներկայացուցիչ, բրազիլացի եւ ես մեծ ցանկությամբ կարայի մասնակցի, ինչը չստացվեց այս անգամ հովանավորչության բանով ծրագրում, որպեսզի կարողանամ հաջորդ մրցումներին մասնակցել։ Այս տարի կամ ընդամենը մի մրցում մնում, որը տեղի կունենա Աբու Դաբիում, Էմիրությունների մայրաքաղաքում, որը նոյեմբերի 27-ից 29-ն է։ Հովանավորի փնտրտուքի մեջ մենք ձեզ հետ ենք Գարիկ ջան եւ հաջողություն եք ցանկանում եւ սա լոկ խոսքեր չեն կարևորը նաեւ մասնակցությունն է ուղղակի որ Հայաստանի դրոշը բարձրացվի այդ մրցաշրջանում որ հաղթանակ կլինի եւ հաղթանակով վերադառնանք եկեք հստակություն մտցնենք խնդիրը զոտ ֆինանսականն է որ Գարիկը չմեկնեց Սինգապուր եւ հիմա մենք մաղթում ենք մասնակցել Աբու Դաբիի ֆինանսականներ, որովհետև իր բոլոր չափանիշները համընկնում էին եւ կարող էր Հայաստանը մեծ պատվով ներկայացնել, քանի որ շատ պատասխանատու մարդ է եւ ինքը իրենից պահանջկոտ եւ իրենից եւ շրջապատից ես կարծում եմ որ Հայաստանը պետք է ներկայանա իսկ օլիմպիական կոմիտեն նման կառույցները չեն կարող արդյոք աջակցել օլիմպիական կոմիտեն դիմել եք արդյոք Իրականում տեսեք հաշմանդամային սպորտը բաժանված առանձին է ունի պարալիմպիկ կոմիտե ազգային պարալիմպիկ կոմիտե որը իր բաները ներկայացնելիս իր պլանները այդ ինչ որ տարվա սկզբում պետք է ներկայացնի ու որտեղ եւ պետությունից էլ շատ բանակախված որ մարզաձևը թողեցին որը չէ կան զարգացած մարզաձևեր որտեղ ներկայացուցիչները շատ են եւ կան մարզաձևեր որոնք թանկ են լողը կոնկրետ այո թե անհատական թե ինքը թանկ մարզաձև է, քանի որ լողավազանը գիտենք, որ ինքը շտանգա չի, որ դու նույնիսկ քո բակում կարող ես քեզ ուժեղացնել, այո։ Իսկ հիմա հարցը այն է, որ պարալիմպիկ կոմիտեն պետք է ներկայացնում, պետությունն էլ պետք է ընդունի, որ լող գոնե մի հոգի ուղարկեն, օրինակի համար եմ ասում։ Քանի որ ես արդեն ակնհայտ եղավ իմ ցուցանիշը, հուսով եմ եկող տարի կմասնակցեն գոնե այս տարվան ես պետք է ձգտեմ իմ ուժերով հովանավորներ գտնեմ, որ ուղարկեն։ Իսկ արդեն օֆիցիալ ավելի չէ որ ամեն անգամ էլ լինում է Եվրոպայի առաջնություն, աշխարհի առաջնություն, իսկ գագաթնակետը դա օլիմպիադան է, պարաօլիմպիկ խաղերն է, որը Լոս Անջելեսում 28 թվականին է։ Եվ քարտեզում պետք է որոշ կետեր արած լինես որ արժանանաս։ Արմինե դուք որպես արվեստաբան վստահ եմ շատ օգնում եք Գարիկին նաև իր մյուս մասնագիտությունում։ Դա գեղանկարչությունն է։ Այո, գեղանկարչություն վերանով, ոտքերով եւ աշխատանքներից մի քանիսը աչքովս ընկել է դա շատ հետաքրքիր է, դա խորություն է, դա հետաքրքիր մոտեցում է եւ ես ուղղակի տպավորված եմ շատ, այ դուք որպես արվեստաբան կօգնեք մեզ հասկանալ ինչպես ստացվեց, դա ձեր թելադրանքով էր կամ առաջարկով էր, թե մինչեւ ձեր հանդիպելներ արդեն Գարիկը նկարում Մենք հանդիպել ենք իր ցուցահանդեսի ժամանակ, այդպես ենք ծանոթացել, ինձ հրավիրել էին ցուցահանդեսի, ես գնում եմ հաջորդ օրը, չեմ գնում բացմանը, որպեսզի նկարչին չտեսնեմ եւ ին վրա միայն տպավորություն թողնեն իր ստեղծագործությունները, ոչ թե իր ֆիզիկական վիճակը եւ այն վիճակը, ինչպես է ինքը նկարում։ Գրեցի հոդված 1 ամիս հետո մենք տեսանք իրար։ Ոնց էր հոդվածը լավ էր։ Եվ ճամփան լույսն է այդպես էր անվանել։ Իմ առաջին նկարը, որ ճանապարհ դեպի լույս եմ կոչել, ինքը հոդվածը անվանեց եւ յետդարձի ճամփան լույսն է։ Հիմա ես բացահայտեցի ինձ համար մի ֆենոմենալ նկարչի եւ մինչեւ այսօր ես գրելիս իր մասին չեմ գրում որպես իր կին,
այլ նաև քննադատի աչքով եմ նայում, մենք որ ինքը սկսում է նկարել, դա ամբողջ ընթացքը մի հատ պայքար է, կռվում է հետս շատ անգամ, ինչի ես գույնը դրեցիր, ինչի ես վրձինը տվեցիր, այսինքն դուք նկարելու ընթացքում որտեղում օգնում եք ներքի ընտրության եւ այլն, թե Գարիկ Լիովին։ Ճիշտն ասած Արմինեն ինքը օրինակ բերեմ 15 օրեր ինչ որ երաժշտություն էր դնում վարդերի հետ կապված միլիոն ալիխրոզ եւ հետո ես հասնում լավ ինչ ասենք խի այս բանը խի անընդհատ լսում Արմինեն վերջին պարզվեց միշտ ինքը այդ վարդերը հասցրել է բալկոն ու ուզում է որ այդ վարդերը ես նկարեմ ես Դամասկոսյան վարդերի շարքը արեցի ինչը շատ հաջողվեց վարկանիշային ցուցահանդեսի մասնակցեց որ միլիոն ալիխրոզը դա Փիրոսմանի մասին էր նկարիչ Փիրոսմանի մասին էր տպավորվեց այդ պատմությունից եւ երգն էլ ազդեց իր վրա շատ գեղեցիկ շարք ստեղծեց։ Իսկ լինում է որ երաժշտությունը այս Գարիկն է ընտրում, որպեսզի ոգեշնչվի։ Ես հիմնական եթե նկարում եմ, նկարելու ընթացքում այո, թե դասական, թե մի հանգիստ երաժշտություն, բայց շեշտը չեմ դնում երաժշտության վրա, ավելի շատ ինչ աչքերս տեսնում է, ինչ ցանկանում եմ այդ ինքը թելադրի էլի, ոնց որ այդ նատյուրմորտն է թելադրում ինչ լսես, ոչ թե ինչ լսեմ ոնց նկարեմ էլի։ Ու հետո երբ որ արդեն իր պրոթեզները փչացան, չէին աշխատում, շարքից դուրս էին եկել, ես մտածեցի, որ ինքը կարող է ոտքով նկարել, նաև աշխատանքի գնալուց մկնիկը ոտքով աշխատեցնի, որովհետև տանը տեսնում էի, որ համակարգչից օգտվելուց ոտքով էր աշխատեցնում, ասեցի, որ պետք է փորձես եւ հաստատ կստացվի, կարևորը ինձ թվում է Արամջան հավատն է, որ հավատով ես մոտենում մարդուն, մի անգամ ասել եմ հենց իր հաղորդումների մեջ, որ եթե անգամ չունես հենման կետ, ինքդ ստեղծիր այդ հենման կետը։ Ու Գարիկը սկսեց ոտքով նկարել, փորձեց, ստացվեց, շատ հետաքրքիր գործեր են ծնվում, չունենալով վերին վերջույթներ, ինքը կարողանում է այնուամենայնիվ իր հոգու զգայական այդ ամբողջ էմոցիան փոխանցել կտավին, գունազգացողությունը, մտքերը, ապրումները եւ ես գտա նաեւ ոճը, որի մեջ որ ինքը ստեղծագործում է, դա էմոցիոնալ ռեալիզմն է, քանի որ լինելով նաեւ իր բնույթով ինքը շատ էմոցիոնալ մարդ է, արդարամիտ մարդ է, պայքարող մարդ է, չբողոքող մարդ է, ամենակարևորը, որը իր պարագայում բոլորին չէ որ տրված է, չբողոքել։ Եթե թույլ կտաք մի քիչ խոսենք պրոթեզներից, հա, որովհետև տեսեք, վստահ կարող եմ ասել, որ աշխարհում անվասայլակներին գանված բոլոր հաշվանդամությունով մարդկանց համար գլխավոր ոգեշնչող հերոսը եղել է Սթիվեն Հոքինգը, ով տարիներ շարունակ բացարձակ անշարժացած միայն IT մի հատվածը եւ մատը, մի մատը օգտագործելով շնորհիվ իսրայելական մասնաճյուղի Intel ընկերության, իսրայելական մասնաճյուղը նրան այդ սարքը նվիրեց, որի օգնությամբ նա կարողանում էր համակարգչի վրա հավաքել խմբավորված բառերից նախադասություններ, հետո հատուկ ձայնային ապարատի օգնությամբ դարձնել դա խոսք, եւ մենք հասկացանք, որ մարդը հնարավորություն ունեցավ ճիշտ ընտրված սարքավորման օգնությամբ հաղորդակցվել աշխարհին աշխարհից եւ նույնիսկ նվաճել գիտական մեծ հաջողություններ եւ մի խոսքով հիմա ես ուզում եմ հասկանալ իսկ ձեր դեպքում պրոթեզները ուր են հասել, այսինքն ես գիտեմ որ կան մտքով կառավարվող պրոթեզներ, որոնց միջոցով կարելի է տարական բաներ ունենալ, խնձոր բռնել, ինչ որ գործողություններ կատարել ձեր իրականում ինչ որ բան կա Հայաստանում այդ ուղղությամբ արված դիմել եք ինչ խնդիրներ եք բացել ինքը այսպես է քանի որ ես մասնագիտությամբ ֆիզիկ եմ ֆիզիկայի ֆակուլտետն եմ ավարտել հետո ռադիոֆիզիկայի մագիստրատուրան ես որ ասում են մտքով ես հենց այդ մտքովը չեմ հասկանում մտքովը դա այն դեպքում է երբ որ գլխից ինչ որ էլեկտրոլարեր են հանում եւ միացնում իսկ այս դեպքում դու պետքա տիրապետես այդ շարժումներին եւ քո մկանի ներքին հոսանքին թույլ հոսանք է օգտագործվում որպես ինֆորմացիոն ազդակ եւ արդեն ինքը իր մատորի հոսանքով բացում, փակում, պտտվում ունեցել եմ նման գերմանական պրոթեզ, որը շատ օգնել է ինձ, թե նկարչության, թե աշխատանքի մեջ, Օտոբուկ ֆիրմայի։ Հիմա այժմ կան առաջարկներ պրոթեզավորման, բայց կոնկրետ Օտոբուկ եմ ցանկանում, որը որ, չգիտեմ, կարող են թե չէ, էլի։
որովհետև Հանքաջույք ստեղ համ քաջույք է, համ էլ որ հենց այդ ֆիրման կարողանան իրանք դնել այդ պրոթեզները, տեխնիկապես իրանք կարողանան քոզ դնեն։ Իսկ որքանով դա ձեզ կօգնի առօրյայում։ Դրանով է նկարել։ Դրանով ես թե հացեուտում պատարակաղով, թե աշխատանքի մեջ մեկնիկը օգտագործում։ Գործածել սմարթֆոն, Սմարթֆոնը, քանի որ այնտեղ պետք է հաղորդիչ լինի ռեզինա ձեռնոցը, կարող է չօգտագործել։ Ես սմարթֆոնը քթով եմ օգտագործում, ճիշտն ասած։ Իսկ եւ նկարում էի դրանով։ Իսկ պրոթեզները ասեցիք անսարք վիճակում է, գոնե ինչ որ վերանորոգման կարելի ասել իրանք ամբողջությամբ իրանց արդարացրել են, շուրջ 10 տարի ես դա օգտագործել եմ եւ զարմացած էին գերմանացի մասնագետները, որ այդպես պահպանվել է։ Գիտեն թե չեմ օգտագործում, այնիշ միշտ խնամքով եմ օգտագործում։ Գարիկը իր նկարագիրը այսպես շատ համեստորեն թերթ առ թերթ է բացում, մենք սկսեցինք մարզական աշխարհից, հետո անդրադարձանք նկարչությանը, հիմա պարզվում է, որ Գարիկը լուրջ մասնագիտական հմտություններ ունի որպես ռադիոֆիզիկոս, բայց ինձ թվում է ամենակարևորը ամբողջ այս պատմության մեջ այն ոգեշնչող կերպարն է։ Մարդիկ շատ պայմանական ասեմ, հա մատը փուշ է մտնում, իրենց հաշմանդամ են համարում, տրամադրություն չունեն, չեն ուզում շարժվել եւ այլն։ Ամբողջ իր էությամբ քայլող ոգեշնչող օրինակ է, որ չի կարելի, այստեղ ներողություն եմ խնդրում, որ շատ այսպես թևավոր խոսք է, բայց գուցե տեղին չա ձեռքը թևերը իջեցնել։ Հիմա Գարիկի օրինակով ինքը անգամ այս չեղած ձեռքերը չի իջեցնում։ Ձեռքերի բայց թևեր ունի։ Թևեր, այո, այո։ Ուզում եմ օգտվեմ իմ իրավունքից, քանի որ կինս իսկապես ինձ համար թևեր է, քանի որ ինքը թե ոգեշնչման, ես տեսեք սենց ասեմ, ֆիզիկայի տիրապետում եմ, լավ ֆիզիկա նշանակում է բնություն։ Ամեն ինչի մեջ մենք այդ բնությունը դրել ենք, թե սիրո, թե մարդկության, մենք պարտեզ ենք ստեղծել մեր անուններով, Garmin Garden, Գարի Կարմին է, որը հիմա ունի լճակ, մոնեի նման ջրաշուշաններ ենք աճեցնում, իմ շարքը ջրաշուշանների կա եւ այդ ամբողջը կարծես համախմբի կրթություն, գիտություն, մշակույթ, սպորտը չկար եւ ինքը ինձ ոգեշնչեց միշտ կողքս եղավ թե որպես մարզիչ դարձավ ինձ, թե որպես հանրահռչակող ու ոգևորող եւ այսօր այդ լինում է նստած ենք լճակի ափին, խոսում ենք գեղանկարչությունից, մեկ էլ գործը ցածկում է ջուրը, Արմենը ոնց որ բռաս լողան, ասում եմ, բայց գործն եք վերցրել այդ բռասը եւ այլը։ Շնորհակալություն եմ ուզում հայտնեմ առաջերտին իմ կնոջը, իմ առաջի մարզիչին, շնորհակալություն Համիկ Հակոբյանին, շնորհակալություն եմ ուզում հայտնեմ Օլիմպիավանին, Պարոն Գագիկ Ծառուկյանին, ում նամակ գրելով ես կարողացա շարունակեմ իմ լողը այնտեղ եւ շնորհակալություն եմ ուզում հայտնեմ Ազգային պարալիմպիկ կոմիտեին, Պարոն Հակոբ Աբրամյանը, որ կազմակերպեցին այս առաջնությունը կրթության, մշակույթի եւ գիտության սպորտի նախարարության միջոցով։ Հույսով եմ կզարգանա պարասպորտը Հայաստանում ավելի։ Լողը ավելի շատ ինձ հետաքրքիր է։ Ինձ համար ոչ ավելի պակաս հերոս է նաեւ ձեր կինը։ Այո։ Ձեր հարաբերությունները, ձեր կապը այդքան խորը է, որ նույնիսկ չենք կարող պատկերացնել եւ մեկը մյուսի անհրաժեշտության այդ զգացողությունը։ Ձեզ համար դա մեծ օգնական մարդով օգնում է ձեզ առօրյայում, իսկ Արմինեի այդ մեծ սիրտը եւ այդ մաքուր սերը, որ նա արտահայտում է ձեզ այդ հարաբերություններում, ինձ առիթ է տալիս ձեզ երկուսին որակել որպես հերոսներ։ Ես չգիտեմ, դուք հույս եք տալիս, որ դեռ կա այն մաքուր շիտակ առանց որևիցե, չգիտեմ, հեռու գնացող պլանների հարաբերությունները, զուտ զգացողությունների էմոցիաների վրա այսպես կառուցած, ես չգիտեմ, փշակաղվեցի նույնիսկ անկեղծ ասած։ Ես հիմա ձեզ նայում եմ եւ հասկանում եմ, որ լավ է, որ դուք մեկը մյուսի տուն եք ձեր կյանքում, այդպես։ Առաջիկա ծրագրերը մարզական աշխարհից հասկանում ենք, որ ձգտումներն են անպայման գոնե այս տարի հասցնել Աբու Դաբի մրցումներին։ Նաև ուշադրությունը եւ հասարակության եւ պատկան մարմինների, որովհետեւ այն ամենը ինչ մենք արել ենք
մեծ դժվարություններով, դրա մասին չխոսելով, պայքարելով, առաջ գնալով, անհնարինը հնարավոր դարձնելով, իսկ եթե կա այդ հնարավորը անելու, ինչու՞ չպետք է դա արվի։ Իհարկե։ Երբ գործ ունեն բացառիկի հետ։ Այս դեպքում այո։ Իսկ ստեղծագործական առումով ինչ գիտեմ, որ բավականին կանոնավոր պարբերականությամբ ցուցահանդեսներ եք կազմակերպում։ Առաջիկայում ունեք նման Առաջիկայում ունենք ծրագիր, ես մտածել էի, որ Գարիկի պատկերագիրքը պիտի հրապարակեմ եռալեզու եւ պատկերագրքի շնորհանդեսին կունենանք եւս մի ցուցադրություն, մի նոր ասելիք, նոր էջ, գեղարվեստական մոտեցման իր զգացողությունների, բնապատկերների, ծաղիկներ շատ է սիրում նկարել եւ այդ ծաղիկները ունեն բնավորություններ, իրենք խոսում են, իրենք զուտ նատյուրմորտներ չեն։ Այս անգամ ինչպես հիշում եք, երբ էր շուրջ 1 տարի առաջ էր, որ մենք Արմինեն այստեղ հյուրընկալվեց որպես Գոհար Գասպարյանի կենսագիր 100-ամյակի հետ կապված եւ կա այդպես մի բան էլ, որ պլանավորել ենք, որ պետքա ավելի կոլաժային ձևով նկարեմ Գոհար Գասպարյանին, ավելի կոլաժային ձևով, դա նույնպես կանենք եւ Այսինքն դուք պետք է պատկերեք, ճիշտ եմ հիշում։ Այո, պիտի պատկերեր Գոհար Գասպարյանին իր արվեստի մեջ։ Ձեռնամուխ չեք եղել։ Ընթացքում է ամբողջ էսքիզը կա, մնում է, որ ամբողջանա եւ պիտի նվիրենք Փարաջանովի թանգարանին։ Լրացնում են ամեն ինչում։ Կարծես այսպես մեկ միաձուլում լինի եւ ստեղծագործական եւ ընտանեկան եւ հոգեվոր պետական մոտեցման մեջ դեպի հաշմանդամություն ունեցող մարդիկ այսպիսի մի գաղափարախոսություն մտնի, որ իրենք տվյալ երկրի եւ ժողովրդի ամենաուժեղ կողմն են։ Նայած դու ինչպես կմոտենաս իրենց, ինչպես իրենց կներկայացնես, ինչ հարթակ կտրամադրես, որպեսզի այդ մարդիկ ինքնաբացահայտվեն Եվ խղճահարություն ամենավերջին դա քո տեղում պետք է լինի։ ամենաուժեղ կողմն է, ցանկացած պետության, ցանկացած հասարակության ուժեղ կողմը իր հաշմանդամություն ունեցող մարդիկ են։ Նայեք այդ հասարակության հաշմանդամներին կհասկանաք ինչ վիճակում է գտնվում այդ հասարակությունը։ Հասարակության հասունությունը արտահայտվում է վերաբերմունքով, հասարակության վերաբերմունքով, ինչպես նաև իշխանության հաշվանդամների խնդիրների։ Դա միանշանակ ցուցանիշ է։ 44 օրյա պատերազմից հետո ես ինքս անընդհատ վերլուծությունների մեջ եմ, այսպես եմ նայում ցանկացած իրավիճակի մենք սկսեցինք շոկ ապրեցինք, շոկից հետո մի տեսակ անցանք սովորականության մակարդակի, որը անընդունելի է։ Մարդը կարող է լինել շատ ուժեղ, չտրտնջալ, ոչնչից չբողոքել, բայց դա չի նշանակում, որ այդ մարդու ձեռքը կամ ոտքը կամ մեկ այլ օրգանը, որը բացակայում է, որը կորցրել է, աճեց եւ եկավ ընկավ իր տեղը։ Եվ ամեն ինչ դարձավ շատ հեշտ ու սովորական։ Սովորականության մեջ չնայենք։ Ցանկացած մարդու հաշմանդամներին առավել եւս հաշմանդամություն ունեցող մարդկանց։ Նախ եւ առաջ խնդիր երկու լուծում ունի։ Մեկը տեխնիկական, այսինքն վերականգնել պրոթեզի օգնությամբ ամբողջականությունը, եւ հնարավորություն տալ աշխատունակ մարդ լինել։ Մյուսը եղած խնդրով ապահովել ինքնաարտահայտման դաշտ, որտեղ որ հաշմանդամություն ունեցող մարդը կարող է ստեղծագործել, աշխատել, հաստատվել որպես անձ ինքնաարտահայտվել եւ այլն, դրանք երկու տարբեր խնդիրներ են։ Անհատական մոտեցում է նաեւ պետք Արամ ջան, անհատական մոտեցում, որովհետեւ այսպես համահարթեցման չտանեն էլի մարդկանց։ Չէ, իհարկե չի։ Անհատներն են ստեղծել գիտական բացահայտումները, արվեստի մեջ գլուխգործոցները, անհատներն են դրանք ստեղծել։ Իրականում խմբով չէին, խմբակային մոտեցում չէր։ Ես շատ բաներ եմ հաղթարել, ի շնորհիվ Արմինեի։ Ես երբ որ ցանկանում էի լողը, մի բան է, երբ որ դու լողում ես զինհաշմանդամների հետ, ով ամեն մեկը մի խնդիր ունի, մի բան է, երբ դու լողում ես մի վայրում, որտեղ հաշմանդամություն ունեցող անձիկ չեն, այդ ներառվելը ես միշտ շփվել եմ ոչ հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ, միշտ։ Բայց այն պարագայում, երբ դու ուսերդ բացում ես եւ այդ քո վիրավորումը ցույց տալով ես լողում, դա
այլ կոմպլեքսներ կարող առաջացնի, ինչի ես ունեցել եմ։ Նույնց եւ առաջի անգամ երբ ես տեսա Բիձուգյոլում ոնց են մարդիկ լողում, Արմինեն անպայման գնա կկոպվես ու ոնց որ մարզիչ ես, ինքը ինձ լողից տանում էր Բիձուգյոլ, որ սառը ջնի 16 աշճան ջրի տակ, չրիկի տակ կանգնում ենք, լողում էինք։ Չեմ գնում, երբ նա ինքը ինձ ոգևորեց, ինչի չես գնում, ինչից ես ամաչում, դե պապիկները իրանց մաշկը sense կախված գալիս են, ինչից ես լարվում, հանգիստ տեղի, ինձ ոնց որ գցես դրա մեջ, էլի, ես կարեցա։ Օգնեց հաղթահարել այդ այո, այդ կոմպլեքսները բոլորն ունեն, անշուշտ չունեն։ Տանից գնալ աշխատանքի, որովհետև կոսմետիկ պրոթեզներ էլ ունի, որոնք ոչ մի տեսքի համար են, բայց քանի որ այդ պրոթեզները խնդիր էին արդեն առաջացնում, իր առողջական խնդիր էին առաջացնում, կրծքավանդակի վրա կրճիք էր առաջացել, զինվորի տանը դա ուղղեցին։ Այո, ծանր էին նախ իր պրոթեզները, շատ ծանր էին, 8 կիլոգրամ ամեն օր իր վրա։ Ես որոշեցի, որ ինքը պիտի ոչ մի բանից չընկճվի եւ չքաշվի, դա նորմալ է։ Դրվագներում կամ ինչ-որ պայմաններում լինում է, որ այնուամենայնիվ ինչ էին քեզ ասել այդ Հիմա ամբողջությամբ փչացածա, մեկ նկարելուց, որ հենց ուզում էի պրոթեզով նկարեի, ոչ թե ոտքով անում էի, եւ ունեմ նման նկար, որի մի մասը հարված է ոտքով, մի մասը պրոթեզով, այդ պրոթեզով արած ավելի նուրբ ու բան է ստացվել, ոտքով ավելի sense տղամարդային պահը, երբ որ պետք է անցնել ոտքի, ինքը արդեն sense շոկի մեջ էր, որ չի կարողանալու նկարել եւ այլն, հոգեբանական տրավմա էր տանում, բերանով նկարեց, 2 կտավ է նկարել բերանով, դրանք բացառիկ գործեր են, ցանկացան գնել, ես չուզեցի դա վաճառվեր, տանձեն ու ճյուղներ եւ ծիրան նշենու մեկնել, ինքը կոտրեց, բերեց ինձ ասեց գնա, դու չես նայելու, բացառիկ են այդ 2 գործերը, որոնց ես ներկա չեմ եղել նկարելուց, ինքը դրեց, ինքը բերանով վրցինը բռնած նկարեց այդ 2 հրաշք գործերը։ Լավ, ես 2 հարց ունեմ, իհարկե կներեք, որ այսպես ծնկաչոք այդ Մոլբերտի առաջ, կարծես աղոթ էր արվեստի առաջ, այդ տեսարանը ուղղակի ես կողքից նայել եմ, թաքուն։ Որքան ժամանակում օրգանիզմը հարմարվեց ձեռքերի բացակայությանը, ինչքան տևեց դա եւ պոստտրավմատիկ ես վստահ եմ դեպքից հետո երկար ժամանակ նույնիսկ չէիք էլ կարող պատկերացնել, որ կյանքը շարունակվելու է եւ որքան դրանք այդ շրջանները տևեցին։ Իրականում այդ հարցը ուղղակի մեզ լսում են մարդիկ ովքեր իրականում սենց ա եղել, ես մի տարի հետո պրոթեզավորվել եմ այն ժամանակ Հաջողություն եղել պրոթեզավորվել եմ եւ Այո, շուրջ 17 տարի է, չէ՞։ Եվ ինքը ինձ քանի որ մի տեսակ կենտրոնացել էի այդ սարքի տեխնիկական բաների մեջ, ինչ պետք շարժում պետք է անեն, որպես ինքը շարժվի, մկանի հոսանքը ոնց է ինքը հասկանում, ինֆորմացիոն հոսանք, այդ փոքր, այդ բաների մեջ այդ կենտրոնացածությունը ինձ մի քիչ շեղեց այդ հոգեբանական բաներից եւ ես շատ ուրախ եի, ես Գերմանիայում այո, այդ բնություն, այդ ֆիզիկան օգնեց, որ ես երբ Գերմանիայում հենց պետք է մի շաբաթ էլ ինձ բացատրեին, թե ոնց շարժեմ, այլևս իրանք տեսան այդ սարքի բոլոր շարժումները ես կարող եմ անեմ, մնացածը ասին կյանքը քեզ կթելադրի։ Ու երբ ես խաղողը բռնած sense բարձրացրեցի ու պտտեցի ջութով կերա, ինձ կանչեցին մի հատ գերմանացի կնոջ, որը մի 15 տարի կրում էր պրոթեզ, բայց դեռ լավ չէր կառավարում, եւ խնդրեցին, որպեսզի իրան ասեմ, ոնց եմ ես կան չէ, որ նվագողներ, որ օրինակ Կարփ Խաչմակյան նոտա չգիտեր, բայց ընտիր նվագում էր, բայց մարդիկ կան, խոսքը այդ նոտաները տարիներով սովորել են, բայց ինչ որ կաշկանդված են դաշ։ Այդտենց ստացվեց իմ մոտ։ Չգիտեմ, փառք Աստծո, էլի։ Եվ դա ձեզ օգնել է ուժ է տվել, եւ վերադարձրել է կյանք եւ ինչ էր ասել, մի երեխաներ կան լողացող, այնտեղ որոնք տարբեր բաների ես զարմացած են նայում, անկաշկանդ են հարցեր են տալիս։ Տեսնում եմ լողում եմ, գիտի, ասում եմ, այդտենց են արել, որ դու չկախվես այդ բաներից։ Դրա համար ձերքեր չունես, որ երեխակա ինչ-որ միշտ կախվում է, չի ուզում լողալ։ Մի օր մի երեխա ծնողին հարցնում է, բախվել է տարբեր գեղեցիկ տհաճ բաների ներկայացնելու առումով։
խոսքի կարող է ծնող ասի չէ մի նայի բանի ու թվա դա քեզ ավելի ոնց որ տհաճ թվա եւ երեխան հորը ասում է պա ոնց է լողում ասած ինքը սուպերմեն է բալես ինձ լուրջ ասած ես պոպիսկո կանից ասես հա հաջող անելուց ասում եմ ինձ սուպերմեն կարկած ինչա ձեր անունը ծանոթացանք ինքը շատ ազդեցիկ բան է մոմենտը ես շնորհակալություն եմ ուզում հայտնել ձեզ որ եկաք ճանապարհ անցաք այո եկաք Երևան հյուր եկաք մեզ մոտ ստուդիա եւ պատմեցիք եւս մեկ անգամ ձեր կյանքից այն կարևոր թեմաները որոնք որ կարծում եմ պետք է ոգեշնչեն եւ լույս տան լուսավորեն ճանապարհը եւ այն մարդկանց այն երիտասարդների ովքեր հաշմանդամություն ունեն եւ բացարձակ պատկերացում չունեն թե ինչպես է շարունակելու կյանքը եւ ձեր օրինակները Գարիկ թե գեղանկարչությունում թե սպորտում թե էլի ծավալվող պլանները պիտի նրանց հույս տա որ նույնիսկ այդպիսի անելանելի վիճակում հաճախ թվացող կարելի է ուժ գտնել եւ շարժվել առաջ հայրենիքը չլքել այո քանի որ ունեցել է բազմաթիվ անգամ հնարավորություններ գնալու մնալու հենց այնտեղ որտեղ որ պրոթեզավորվում էր Գերմանիայում ապրելու որտեղ հասարակությունը լրիվ այլ մոտեցում ունի հաշմանդամների հանդեպ մարդը չի լքել իր հայրենիքը հաշմանդամություն ունեցող մարդիկ առավել լավ են կամ հարմարավետ են իրենց զգում Ֆրանսիայում Ֆրանսիան առաջատար երկրներից է որը որ այդ հարցին Պարալիմպիկ խաղերը 24-ին Փարիզում տեղի ունեցավ ես չկարողացա մասնակցեմ զուտ այդ ֆինանսական գազམ་ակերպչական առումով բայց այդ օրերին ես լողում էի մեր օլիմպիադանում ու ես զգում էի որ այնտեղ եմ ես մեր դրոշին նայելով այդ 5 կլոր օղակներին որը օլիմպիադանում է ու դրոշը ներկա ես պատկերացնում եմ որ այնտեղ եմ հիմա փառք թողաստված տա որ հաջորդ անգամ Լոս Անջելեսում կարողանանք ներկանալ իսկ ճանապարհը դեպի լույսը դա իմ առաջի կտավի անվանումն է որը ինձ ուղղորդել է այդ ճանապարհ լույսի ճանապարհն եմ ես Արմինեին հանդիպել մեր սերը տեղա ծնվել լուսավորվել եւ հիմա էլ ցանկանում ենք որ լողով այդ ճանապարհը տեսնենք էլի առանջան այո Ես կարծում եմ, որ այսօրվա հանդիպումը շատ ոգևորող էր նախ եւ առաջ ոչ միայն այն մարդկանց համար, ովքեր ունեն որոշ առողջական խնդիրներ, այլև նրանց համար, ովքեր չունեն, բայց տրտնջում են։ Եվ ոչ թե կոչ եմ անում համեմատել, չէ, սա համեմատելու չէ։ Պարզապես հասկանանք, որ միշտ ճանապարհ դեպի լույսը կա ճանապարհը ոգեշնչվենք կյանքի իմաստ փնտրենք ինչպես Գարիկն է գտել եւ ընդ որում մեկ ուղղությամբ չէ մի քանիսն են եւ ինչու ոչ եւս մեկ անգամ օգտվելով հնարավորությունից գուցե մեզ լսում են մարդիկ ովքեր սիրով ունեն այդ հնարավորությունը օգնելու որպեսզի ոչ միայն Գարիկին օգնեն այլ Հայաստանի անունը վստահ եմ որ Գարիկը ուր որ հասնի հաղթանակով է վերադառնալու Ուսանք, որ այդ խնդիրը, որի առջև այժմ կանգնած է, կգտնի լուծումը։ Աստված օգնի։ Հիշեցնեմ, որ այսօր հյուրընկալել էինք Զին Հաշմանդամ, գեղանկարիչ, ժողվարպետ Գարիկ Միքայելյանին, ով օրեր առաջ դարձել է նաև Հայաստանի Հանրապետության պարալողի բացարձակ չեմպիոն եւ նրա տիկիններ մեր հյուրը արվեստաբան լրագրող Արմինե Մելիք-Իսրայելյանը։ Շնորհակալություն ձեզ։ Մենք շնորհակալ։ Սավանելու համար։ Շնորհակալություն, որ ձեր մեջ ուժ գտաք եւ համարձակություն այդպիսի ծավալուն, հա, ծավալուն եւ անհաղթահարելի թվացող, հա, այսպես խնդիրների դնել ձեր առաջ, ինչպիսին օրինակ բերանով նկարել է, հիմա մի պա պատկերացնենք եւ ես չգիտեմ, նույնիսկ երկու ձեռքեր արկայությամբ մարդիկ դժվարանում են նկարչությամբ զբաղվել, իսկ լողի մասին ես լռում եմ, անհնարին եմ պատկերացնում այն ինչ դուք անում եք իմ համեմատած ֆիզիկական ընկալումներում, բայց դա ակնհայտ է եւ նորանոր հաջողություններ եմ ձեզ ցանկանում։ Գարիկ վստահ եմ, ելնելով ձեր երիտասարդ տարիքից դուք դեռ այնքան արժևում նվաճումներ եւ հաջողություններ եք ունենալու,
հաշվի առնելով ձեր նպատակասլացությունը, որ մենք դեռ ոչ մեկ անգամ առիթներ կունենանք հանդիպել այստեղ եւ դրա մասին խոսել։ Շնորհակալություն, որ եկաք։ Այսքան արգելի ռադիոլսողներ, ձեզ հաջողորդ ենք ցանկանում եւ հուսով ենք, որ շարունակեք մեզ լսել նաեւ վաղը, հաջորդ օրը ուրիշ նորությունները Սպուտնիկ Արմենիայի եթերում են երկուշաբթից ուրբաթ հենց այս ժամերին։ Այսօր աշխատեցին ստուդիայում Սուսաննա Հովհաննիսյանը Եվ Արամ Չախոյանը։ Մինչ վաղը ցտեսություն։ Հաջողություն։